Կյանքի դպրոցը Ինչպես դառնալ ավելի հետաքրքիր անձնավորություն Եկեք սկսենք անսովոր մի դիտարկումից Շատ կարևոր է թե մենք մեզ ինչպես ենք զգում տարբեր մարդկանց կողքին Որոշ մարդիկ ստիպում են, որ մենք մեզ ձանձրալի զգանք Որոշները ոչ Մենք ավելի հակված ենք գնահատելու, թե որքան են հետաքրքիր մեզ շրջապատող մարդիկ Եվ այդպիսով կարող ենք բաց թողնել շատ ավելի կարևոր և տեղին հարց Որքան հետաքրքիր ենք մենք մեզ զգում այս կամ այն մարդու դրդմամբ Ինչու որոշ մարդկանց ներկայությամբ մեր միտքը անմիջապես ընկալում է պատմությունները Մինչդեռ ոմանց կողքին մենք մեզ դատարկ, ձանձրալի և նույնիսկ իներտ ենք զգում Ինչու երբ ոմանք հարցնում են ինչով է զբաղված վերջերս, մենք դրական ենք տրամադրվում եւ առաջ են գալիս բազմաթիվ թեմաներ։ Մինչդեռ որոշների դեպքում բախվելով նույն հարցին նույնիսկ դժվարությամբ ենք հիշում, որ երբևէ գոյություն ենք ունեցել։ Այդ երևույթը բացատրելու համար մենք պետք է մեր անգիտակցական մտքին վերագրենք մի ունակություն, որի գոյության մասին գուցեև չէինք էլ մտածել։ Մարդկանց հետ շփվելիս մենք անընդհատ փոքր հուշումներ ենք հավաքում այն մասին, թե որքան է մեր զրուցակիցը հասկանում եւ գնահատում մեր ասածը։ Որևէ հարց քննարկելիս որքան են նրա աչքերը փայլում, որքան է կարողանում հետևել մեր մտքին, որ մասը կարող են ընդունել, ինչքան է դա նրան հուզում, դրան հանգիստ վերաբերվում է արդյոք, կարող է ընդունել մեր բնավորության բարդ կողմերը, մեր որ հատկանիշները պետք է թաքցնենք նրանից, խնայելով նրան և հետևաբար մեզ քննադատական պատասխանից։ Այս բազմաթիվ հարցերի պատասխանից մեր մեջ սովորաբար նույնիսկ առանց գիտակցելու հարց է առաջանում։ Այդ մարդը որքան ընկալեց իմ էությունը։ Եվ բնականաբար շատ պատասխանի դեպքում մենք ավելի շատ ասելու բան կունենանք։ Իսկ ոչ այնքան պատասխանի դեպքում մեր ներսում կձևավորվի նախազգուշական վնաս, որը մեզ կուշի լռել։ Սա միաժամանակ օգնում է նաև բացատրելու, թե ինչպես է ինչ-որ մեկը դառնում ընկեր, որի կողքին մարդիկ զգում են, որ շատ բան ունեն ասելու։ Նրանք դա անում են իրենց մտքում բազմաթիվ անկյուններ բացելով կամ շատ բաներ իրենց խոստովանելով։ Իհարկե դա այնքան էլ հեշտ չէ։ Մեր մտքի շատ անկյուններում իրապես շատ սարսափելի բաներ կան։ Դրանք իսկապես ահասար սուր կորուստների, ցավի, սարսափի և քաոսի տարածքներ են։ Եվ միանգամայն ներելի է, որ մենք չենք ուզում դրանք փորփրել։ Սակայն մարդիկ իրենց հետաքրքիր են զգում ճիշտ այնքանով, որքան ավելի համարձակ ու հանգիստ են թափառում իրենց մտքում։ Որքան են ծանոթացել և կարելի ասել գրեթե հանգիստ են վերաբերվում մութ, տանջալից և ամոթալի իրադարձություններին։ Եթե նրանք ընդունում են իրենց անհանգստությունները, վշտերը, տարօրինակությունները, հիմարությունները, ուստի փոխադարձության գեղեցիկ սկզբունքով կընդունեն նաև մերը։ Մենք կարող ենք հետևել, թե նրանք ուր են հասել։ Քանի որ նրանք խոսել են իրենց հետ, մենք նույնպես կկարողանանք և կցանկանանք խոսել նրանց հետ։ Այն ապահովությունը, որ նրանք զգացել են իրենց մեջ բացահայտումներ կատարելով, մենք ևս կկարողանանք նրանց հաղորդել ապահովության զգացում։ Դա ուղեցույց է, որն օգնում է մարդկանց ավելի հետաքրքիր դառնալու ուրիշների համար, նախ և առաջ դառնալով ավելի լավ ճանապարհորդ մեր ներսում։ Մենք պետք է հնարավորինս շատ դռներ բացենք մեր հոգեկանի համար, որովհետև դա միևնույն ժամանակ գաղտնի ազդարարում է ուրիշներին, որ մենք բաց կլինենք նրանց անձնական, ավելի հազվադեպ հնչող դիտարկումների ու զգացմունքների համար։ Մյուսները մեզ ավելի շատ բան կունենան ասելու, եթե մենք քաջություն ունենանք շատ բան ասելու ինքներս մեզ։